տեսեք, ես չէի ուզենա որ թերագնահատենք իրեն, ինչու, որտեվ ինքը, տեսեք, ինքը նախ ինքը ունի շշմելու էներգիա, անսպառ էներգիա, ես չգիտեմ, շատերն ասում են, որ սատանային բնորոշ էներգիա, մարդկա չի հոգնում, ասում են սատանան էլ չի հոգնում, էլի, հիմա այս ճակերտների մեջ եմ ասում, չասեք այդ մարդուն այդպես եմ ասում, բայց այս մարդու էներգիան անսպառ է եւ տեսեք մտնում է ժողովրդի մեջ եւ ինքը ինչ է անում, ստով, մոլորեցնելով, բանով ինքը դեռ շարունակում է, սա ինչի համար եմ ասում, որ այն ընդդիմադիր ուժերը, որ մտել են պայքարի մեջ, իմիջիալից դուք խայտարակ վատ եք աշխատում, շատ վատ, ինքը տեսեք ինչպես ինքը չի մտածում ժողովրդի իրան ինչ կաս, ինքը չի մտածում ինչ, ինքը իր սուտը ունի, իր պատճառաբաց, իր էներգիան, իր վրա տալուն, իր ձևը ունի, տեսեք ոնց է աշխատում, բայց Եվ այս ես երեք ուժերի մասին եմ, հիմնականում խոսում, երեք ուժերը բավականին բան կաշկանդված են, իդեպ այստեղ շատ ինքը, ես ուզում եմ մեր հայրենակիցներն էլ իմանան, պարոն Նահապետյան, դուք էլ կհամաձայնեք, որ ինքը տեսեք շատ իբր թե հաղթողա պրոբլեմ չունի բան, բայց ինքը նաև վախեցած է, որտեվ իմ կարծիքով երկու հայ կա, որ ունեն մեծ ժողովրդականություն, մեծ, դա Վարդան Ղուկասյանն է, Գյումրու քաղաքապետը, եւ ինքը այն բացառիկներից է, որ ճիշտ լեզվով եւ ճիշտ խոսույթով է խոսում հայ ժողովրդի հետ։ Իրա բարձրացած բոլոր հարցերը շեշտը ինքը խոսի հայ ժողովրդի մտքի ու սրտի հետ, շատ նման է, շատ ժողովրդական է։ Եվ երկրորդ մարդը, որ այդպիսի ժողովրդականություն ունի, դա գիտեք ինչից է ստեղծել, որտեվ իր կերպարը շատ հայկական կերպար է, հայի կերպար է, եւ ինքը ունի դրական էներգիա եւ մեծ բան է ստեղծել իր շուրջ, որ այս մարդը միայն ահռելի միլիոններ ու միլիարդներ է տվել հայ ժողովրդին մեծ բարերար է Սամվել Կարապետյանը։ Տեսեք ինքը ինչ է արել, երկուսին էլ հեռու է մղել, երկուսին էլ թույլ չի տալիս։ Օրինակ այդ երկու կերպարն էլ, եթե մտնեին ժողովրդի մեջ, ես կարծում եմ շատ շահեկան, այսինքն այստեղ էլ սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ինքը ինչ անազնիվ եւ կեղտոտ պայքար է տանում, այստեղ ոչ մի ազնվության բան, արդար բան պայքարի մասին խոսք լինել չի կարող, որտեվ երկու ուժեղ մրցակիցների ինքը մեկուսացրել է, ինչ որ կիսատ պրաթույլ են տալիս, որ Սամվել Կարապետյանը, ինչ որ դուք պատկերացրեք Սամվել Կարապետյանը մտնի Բագրատ Սրբազանը նաև, այո, նաև Բագրատ Սրբազանը։ Հիմա տեսեք, այդ երկուսի երեքին էլ ինքը դե հիմա այս պայքարի բանով եմ ասում, երեքին էլ եւ Վարդան Ղուկասյանին եւ Սամվել Կարապետյանին ինքը ուղղակի այսպես բանով մեկուսացրել է, բայց մեր ընդդիմադիրները, ես չգիտեմ, ես կուզենայի սրա մասին խոսեիք, պարոն Նահապետյան, 4 պատերազմ բերած մարդը, եթե դեռ խոսում է պատերազմի եւ պատրաստվում է հրեշը վերել վերջին պատերազմը Հայաստանը կործանել, բայց դեռ կարողանում է իր խոսույթում ասել, որ չգիտեմ, պատերազմ բերողը մյուսներն են, ներողություն եմ խնդրում, բայց դուք խայտառակ ընդդիմություն եք, որ դուք ուղղակի իր բերանի մեջ չեք լռեցրել, ինքը պիտի իրավունք չունենար, համարձակություն չունենար սրա մասին խոսել, մեկ ուրիշը, եթե հղի կնոջը ավտո վրայով ավտոյի տակ, չգիտեմ, սպաներ, եթե նորմալ ընդդիմություն է, այդ մարդը պետք է մի ժամ չմնար իշխանության, ճիշտ է թե չէ։ Դե հիմա կա։ Այս մարդը մնացել է իշխանության, հայրենիքը կործանել է, այսքան մարդ զոհել է, պատերազմ բերել է եւ ինքն է դեռ համարձակվում ասել, որ ես չեմ պատերազմ բերողը, բայց սատկացեք դուք։ Սամվել Կարապետյանի թիմն է սատկած, Ռոբերտ Քոչարյանի թիմն է սատկած, Ծառուկյանի թիմն է սատկած, վախեցած, Թաթոյանի թիմն է, այս պետք է լռեցնեք բերանի մեջ, թույլ չտաք, որ սա խոսի, ասեք, դու այ պատերազմ բերող, դու այ պատերազմի հրեշ, դու ով ես որ այդպիսի բան ես ասում, ինչով եք բա դուք զբաղված, ծրագրեր եք բացատրում, թե գրում եք կապիկություն եք անում ժողովրդի մեջ։ Ժամանակ չկա, արդեն 20 օր է մնացել, խելքի եկեք։ Կամ էլ չեն գիտակցում ինչի մեջ ենք։ Պարոն Նահապետյան, չեն գիտակցում, ընդդիմության լիդերները չեն գիտակցում։ Չգիտեմ, ես կարծում եմ ընդդիմության լիդերները նաև լսում են այն մարդկանց, ովքեր իրենց խորհրդականներն են, ովքեր մասնագետներն են, բնականաբար չէ, վերջին հաշվով։ Ես կարծում եմ, այստեղ ավելի շուտ պատասխանատվությունը ոչ թե 3 լիդեր ունեն, ես իմ սուբյեկտիվ գնահատականն այլ այն թիմը, որը մշակում է, պլանավորում է հիմնական նարատիվները եւ փորձում է կյանքի կոչել։ Այսինքն այդպես վախ որած կիսատ պրած, չգիտեմ ինչ որ գնալ դահլիճներում, չգիտեմ ինչերում, կամ գնալ ժողովրդի հետ հանդիպման կավեցավը տանը մի կապիկություններ, այդպես դի հաղթեք։ Էդա ձեր հաղթելու ճանապարհը։ Գիտեք ինչի է այդպես, որտեվ իրանք չեն գիտակցում, թե ինչ է մեզ սպառնում 7-ից հետո։ Ես ասեմ, Անժելա, ես ասեմ, Նիկոլը իշխանությունը պայելու մոտիվացիան շատ ավելի բարձր է, քան 3 ուժերի, ոչ թե առաջնորդների, տեսեք, ես առաջնորդներին չեմ ասում, այն թիմերի, այստեղ առաջնորդի որոշումը թիմերի
տված վերլուծությունների գնահատականների վրա է։ Եվ պարտադիր չի, որ անպայման թիմերի առաջնորդները այս նրբերանգները իմանան, իսկ այնտեղ մասնագետներ կան։ Դա մասնագետների խոսքն է, ինչպես են հիմնավորում, թե ինչ քայլեր պետք է արվի։ Եվ այդ թիմերի մոտիվացիան իշխանությունը ընտրություններով վերցնելու շատ ավելի ցածր է, քան նորից եմ ասում Փաշինյանի իշխանությունը։ Վախեցած են, չէ, վախեցած է Ծառուկյանի թիմը, ասեք դու 4 գլխանի պատերազմի եսիմ ինչ, դու ես որ խոսես շենացած մարդկանց մասին այդպես։ 3 լիդերներն են շենացող մարդիկ են, չէ՞ եղել։ Հաղթած մարդիկ են եղել։ Այո։ Կամ Քոչարյանի թիմը փոխանակ կանգնի ասի 10 տարվա խաղաղություն բերած մարդուն դու ո՞նց ես համարցակվում։ 10 տարի լիարժեք խաղաղություն ա եղել։ Դու ո՞նց ես համարցակվում այդպիսի բան։ Բայց քնացեք դուք։ Այդ արդեն թիմերի, իմ կարծիքով թիմերի խնդիրն է այստեղ։ Զարթնեք, ասեք 4 գլխանի հրեշավոր պատերազմ բերող, 4 գլխանի հրեշ, պատերազմ, ինչը վախեցած եք, թե չեք գիտակցում, թե դες որոշել եք ախպեր ջան ոնց ես, այն մեկի առաջնորդը մտմա գյուղի մեջ, լավ եք ախպեր, ախպեր ես, լավ ես, արի խմենք, այն մեկն էլ չգիտեմ ինչա խոսում։ Այստեղ քարոզչությունն է եւ քարոզչության պատասխանատուները։ Դե Սամվել Կարապետյանի թիմի մասին չեմ ասում, տենց բարի, դոբրի, տենց լավ է Սամվել Կարապետյանի կերպարներ կա։ Ձեզ չերևակայ, այդ ինչ որ կա, այդ Սամվել Կարապետյանի կերպարն է, որտեվ շատ ժողովրդական է, շատ դրական է եւ ահռելի բան ունի արած, ժողովուրդը բնազդով հասկանա, որ իրանց տղեն է։ Գիտեք, չէ, ժողովուրդը տենց ինքը բնազդային բան։ Ինքը զգում է, այդ իրան նման է, իր տղեն է, իրան նման տղա է։ Ոնց որ Ռոբերտ Քոչարյանին միջհասկանը։ Այս Նիկոլի արածը, որ ինքը ցույց տա, որ ինքը ժողովրդի մեջից եւ ժողովրդի հետ է։ Դե ժողովուրդը գնացած է ծուրա խորովածը։ Հիմա սա կարևոր ցուցիչ է, իդեպ ասեմ։ Փաստորեն ժողովուրդը այլևս Նիկոլն ասում է դու մեր տղեն չես։ Եվ Նիկոլը ասում է նորից երկու հենարան ոստիկանություն, որի երաշխիքով նաև հետո բանակը պետք է լինի։ Ուրիշ բան չունի։ Իսկ ընդդիմության պատասխանատուները ես կարծում եմ քարոզչության մեջ որոշակի ճշգրտումներ պետք է անեն, շեշտադրումներ պետք է անեն, որ իրենց համախոհների եւ մեր այն пассив ժողովրդային մասի, որը որ դեմա Նիկոլին բաց չի գնալու ընտրությունները, այդ մարդկանց տներից հանելու խնդիր կա։ Ամբողջ քարոզչությունը դրան պետք է միտված լինի։ Ես հասկացել եմ, որ բացի այն որ այս հրեշ թուրք դավաճանը, ես կարծում եմ այս երկրի խնդիրը նաև է դեկորատիվ տղերքներն է թիմերի մեջ, որտեղ դեկորատիվ ակուրատնի ինչ որ sense բան անում, լսեք, այս մարդը sense թևերը կշտած մտելա վայրեն ու նման ավիրում է, այնտեղ իր մեր հետ ինչ որ sense բան կռիվ են տալիս։ Այդտեղ տեսակ ինչ 8 տարի է ինչ է անում։ Հիմա ցավոք սրտի բոլորիս է այդ սպա։ Իմիջիայլ իր թիմին էլ է սպառնում, ասենք թե Արեն ինչ է անունը։ Ալեն Սիմոնյան, հա, ասենք թե Ալենը իր եսիմ ինչի հետ հասցրեց թռավ, այնը չգիտեմ, մամային կհասցնի վերցնի թե չէ, կհիշի թե չէ։ Ասենք մի 5 հոգի թռան։ Բոլորից մեկը այսօր եկան, այս 300 ադրբեջանցիները, 300,000։ Դու 300,000 էլ չէ, պարոն Նահապետյան, 50 հոգի էլ գան, հետևից թուրքական զորքը մտնելու, ասելու եկել եմ իրանց պաշտպանեմ։ Չեք հասկանում ինչա լինելու։ Չէ, այս հայ ժողովուրդը իր կենցաղով է։ Կենցաղի մեջ նստած ինչ որ sense բան հարցեր ա լուծում, այն Մհերին էլ գցել եմ, Մհեր, մեռանք է, Մգեր։ Մհերա թե Մգերա, ինչ է դրա անունը։ Մգեր։ Մգեր, գնա Ռիտա Սարգսյանի գերեզման մի հատ տենց կանգնի։ Ուրիշ բան չունեմ քեզ, չնայած ես միշտ անհարմար եմ զգում, որ տես թյուրիմացությունների մասին խոսում եմ։ Բաներ գնացել էր այդ մարդկանց մեջ։ Ես կերպարն եմ ասում, դες են Իվետա ինչ է աննա։ Իվետա Մուկուչյանին ինչ ասեմ, այն իր տեղը գտել է այս կյանքում մեր կա, կիսամեր կա, չգիտեմ ինչ, իր համար ղժղժում է։ Դրան ինչ ասես։ Լավ, գանք ավելի լուրջ թեմաներին, ձեր խոսքում։ Դե ասեցինք, ինչ որ պետք էր ասվեց։ Շատ լուրջ պետք է սամիսի մասին իրանք մտածեն։ Գանք մեր աշխարհակալ Իմիջայլոց դրոշի այրման հետ կապված, որ դու տենց հիստերիայի մեջ ընկար Նիկոլ։ Հիմա դե զարթնել ես առավոտ, այ սատանա, զարթնել ես մի հատ գորշ գայլերի նշաններ են ցույց տվել, Թուրքիա ադրբեջանցիները լցված են, վխտում են Հայաստանում, գնացել են եռաբլուր, հռհռում են, նկարանում են, դե բարձագանքի։ Ախես քո հայրենիքը չի Նիկոլ։ Մատ արձագանք է էլի։ Լավ, այս կողմից հետո դեռ մարդ կա, հայ կա, որ պիտի գնա իրան ձայն տա։ Չէ, թող արձագանքի, դուք տեսաք սոցցանցերում ինչ էին անում ադրբեջանցիներն ու թուրքերը։ Բարձագանքի, այդ սրբության սրբոց, հա, Թուրքիայի դրոշը։ Այսինքն թուրքը պիտի ասի դու իմ թրի վրա մի հատ մստի կտորես գալիս եմ քեզ ոչնչացնեմ, հայ պատանել պիտի ասի արի ապրես, արի ընտանիքս փրթի, պիտի դրոշը չայրի, հա։
Բայց որ դրոշի վրա ոտքերը մաքրելով գնում են, բան չի մի անգամ չարձագանքեցիր Նիկոլ։ Ադրբեջանցիները քանի պատկեր կա, չէ, ոտքերը ասենց սրբելով ոտքը, բա հաչացեք։ Բա ասեք էսում դրոշի վրայով ես գնում, Հայաստանի պետության վրայով, ինքնիշխանության վրայով, Նիկոլ, մի հատ բառ ես գտե, ինչքան ինքնիշխանություն ես ասում, այդքան Հայաստանի տարածքները հանձնում ես։ Բա մի հատ ասա։